Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության նոր նախագիծ է մշակել։ Նախատեսում է կացարանի, վարձի, մասնակի հատուցում փոքր ընտանիքներին, որոնք համապատասխանում են բնակ ապահովման ծրագրի պահանջներին։ Ըստ Իդրավթում քննարկման ներկայացված նախագծի աջակցությունը նախատեսվում է 10 տարվա համար, ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար ամսական 40,000 դրամ։ Բազմաթիվ քաղաքացիներ, որոնք հիմնականում փոքրաթիվ ընտանիքներ ունեն, չեն կարողանում օգտվել մեր հավաստագրերի ծրագրից եւ իրանց մենք ալտերնատիվ պետք է առաջարկեինք եւ ալտերնատիվը մենք պատկերացնում ենք երկարատև վարձակալության ծրագրի մեջ 10 տարիների մասին է խոսքը, բայց դա չի նշանակում, որ 10 տարի հետո մենք այդ մարդկանց, այսինքն իրենց ճակատագիրը մեզ չի հետաքրքրելու, հակառակը դրված է մեխանիզմ մեր որոշման մեջ, որ նրանք պետք է հաշվառվեն մեր սոցիալական բնակարանային հերթացուցակում եւ երբ որ մենք կունենանք սոցիալական բնակարան ազատվող, նույնիսկ այդ 10 տարին չլրանալու դեպքում մենք նրանց առաջարկելու ենք տեղափոխվել այդ սոցիալական բնակարան։ Շահառուները 60 տարին լրացած կամ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանցից բաղկացած ընտանիքներն են, սա առաջին խումբն է։ Երկրորդ խմբում 2 անդամից բաղկացած այն ընտանիքներն են, որոնց անդամների գումարային տարիքը առնվազն 115 է, եւ 3 անդամից բաղկացած այն ընտանիքները, որոնց անդամների գումարային տարիքը առնվազն 175 է։ Պետք է ընտանիքի բոլոր անդամները ունենան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, չպետք է ունենան բնակարան, չպետք է օգտված լինեն բնակարանային ծրագրերից կամ եթե ունեն բնակարան, ապա համապատասխան քառակուսի ավել բնակմակերես ունենալու հանգամանքները հաշվի են առնվում այս ծրագրում։ Կգործեն նաև որոշակի սահմանափակումներ։ Կամ պայմաններ Հայաստանի Հանրապետությունից բացակայելու դեպքում տվյալ անդամի գումարը չտրամադրելու մասով, այստեղ կա 90 օր եւ 180 օր բացակայելու տարբերակը, 90 օր բացակայելու դեպքում տվյալ անդամի համար 40,000 դրամը չի հաշվարկվի, բայց եթե մինչեւ 180 օր լրանալը ընտանիքի անդամը վերադառնում է Հայաստան, նաև կվերականգնենք։ Բյուջե ունենք, բռնի տեղահանված անձանց աջակցության ծրագրի բյուջեի շրջանակներում է լինելու, որը 26 թվականին 2026 թվականին 55 միլիարդի չափով է նախատեսված։ Ներկայում սոցիալական բնակարանային ֆոնդը մեծ չէ, սակայն 6 շենքերի նորոգման ուղղությամբ աշխատանքներ են կատարվում, որոնց ավարտից հետո կլուծվի մոտ 1000 շահառուի բնակարանային պայմանների խնդիր։ Միաժամանակ եւ բնակապահովման եւ վարձավճարի հատուցման ծրագրերից օգտվելու կամ դիմելուց հետո որոշումը փոխելու հնարավորություն չկա, իսկ դիմել կարող են էլեկտրոնային եղանակով մինչեւ 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, թեև ծրագրի մեկնարկը նախատեսվում է հաջորդ տարվա հուլիսին։ Ներկայացնել են մի քանի տվյալ, ընտանիքի անդամների անձնական տվյալները, հաշվի համարը, որի դիմումը հաստատվելու դեպքում որտեղ պետք է գումարը փոխանցվի եւ վարձակալի ումից վերցրել են հարկ վճարողի հաշվառման համարը եւ անուն ազգանունը, որովհետեւ այս տվյալները հետագայում ստուգվելու են պետական եկամուտների կոմիտեի տվյալների հետ։ Կտրուկ աճում է բնակապահովման ծրագրի համար դիմողների թիվը, հավաստիացնում են նախարարությունում։ Մոտ 3500 ընտանիքի դիմումները բավարարված են, 1500 ընտանիքներ արդեն իրացրել են իրենց իրավունքը։ Հավաստագրերի ստացման տեմպը մենք տեսնում ենք, որ աճում է, նաև իրացումներն են աճում, այսինքն մարդիկ ձեռք են բերում բնակարանները։ Վերջերս մի քանի շտկում իրականացրեցինք, որ որոշ ընտանիքներ, որոնք զրկված էին կամ դժվար էր իրենց օգտվել այդ ծրագրից, հիմա արդեն կկարողանան օգտվել։ Դրա համար ունենք բավարար բյուջե եւ խրախուսում ենք, որ հնարավորինս շատ օգտվեն քաղաքացիները։ Նաեւ մենք տեսնում ենք, որ բավական մեծ հերթ կա քաղաքացիություն ստանալու հարցում, որտեղ դա պարտադիր պայման է։ Ընդհանուր առմամբ Ղարաբաղից տեղահանվածների աջակցության հաջորդ տարվա բյուջեն այս տարվանից ավելի է 20 միլիարդ դրամով, իսկ 3 տարում այն նախատեսվում է հասցնել 90 միլիարդի։ Վարդուհի Արզումանյան, Մհեր Կիրակոսյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։